Այս տարի միասնական քննություն կհանձնի 12500 դիմորդ։ Ձմեռային քննաշրջանում գրանցվել է հայտագրվածների թվի նկատելի աճ։ Վերջին տարիների պես ամենապահանջված առարկան ոչ միայն օտար լեզուների, այլև մյուսների մեջ շարունակում է մնալ անգլերենը։ Անցյալ տարվա 6454-ի փոխարեն 7224 դիմորդով։ Այս տարի ևս առաջին տեղում անգլերենն է, երկրորդ տեղում մաթեմատիկան, երրորդ տեղում հայոց լեզու եւ հայ գրականությունը։ Պիտի ասեմ, որ այս տարի ունենք դիմորդների աննախադեպ, իսկապես աննախադեպ թիվ, ունենք ուրեմն 12538 դիմորդ, որոնք հանձնելու են 23474 քննություն։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից հայտնում են միանիշ թվով հայտագրվածներ եւս կան այն առարկաների ցանկում, որոնք ցավոք վերջին մի քանի տարիներին այնքան էլ պահանջված չեն։ Իտալերեն լեզուն հայտագրել են 1 դիմորդ, իսպաներեն 3-ը, պարսկերեն օրինակ չունենք հայտագրված։ Անցյալ տարի իտալերեն էլ չենք ունեցել, պարսկերեն էլ չենք ունեցել, 4 դիմորդ հայտագրել է իսպաներենի քննություն։ Քիչ են նաև ֆրանսերենից, գերմաներենից, աշխարհագրությունից, համաշխարհային պատմությունից, հասարակագիտությունից քննություն հանձնողները։ Հումանիտար առարկաներ նախընտրողների համար անգլերենի իմացությունը ավելի լավ սովորելու հնարավորություն է տալիս, քանի որ առաջարկվող գրականությունը հիմնականում օտարալեզու է։ Այն ուսանողները, ովքեր լավ անգլերեն գիտեն, որոշակի առավելություն ունեն բարձրագույն ուսումնական հաստատություններում, նշում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Հավելում, աշխարհում ամենատարածված լեզուն շարունակում է շատ պահանջված մնալ, քանի որ որոշ ֆակուլտետներում կան այլընտրանքային տարբերակներ։ Անցած տարի այդպիսի խնդիր եղավ կարծեմ, որ եթե ճիշտ եմ հիշում, մարդը կարող էր անգամ աշխարհագրության ֆակուլտետ ընդունվել առանց աշխարհագրությունից քննություն տալու, օրինակ անգլերենով։ Հիմա իհարկե շատերի համար սա անընդունելի է, որտեղ եթե մարդը աշխարհագրական ֆակուլտետ է ընդունվում, ինքը պետք է աշխարհագրությունից քննություն տա։ Եթե դու անգլերեն հանձնել ես, ու այդ անգլերենով շատ ֆակուլտետներ են դնում, aber նաև որպես այլընտրանքային քննություն ընդունվելու հնարավորությունը մեծանում է։ Դրա համար ասենք անգլերենը նաև այդ ձևով է մեծացել։ Շատ ֆակուլտետներում անգլերենը դրվում է, որպեսզի թափուր տեղերով կարողանան այդ պահանջարկ չունեցող ֆակուլտետները մարդ ընդունել։ Ինչ որ իմաստով խաթարվում է տրամաբանությունը, էլի։ Այս դեպքում ստացվում է, որ մարդիկ կարող են օրինակ ընդունվել ինչ-ինչ ֆակուլտետներ, որտեղ ավելի կարևոր առարկա կա մասնագիտական կամ հարակից, քան անգլերենն է։ Բայց քանի որ ինքը այդպես պոպուլյար առարկա է, դրա միջոցով փորձում են թափուր տեղերը լրացնել։ Փորձագետի խոսքով տասնամյակներ առաջ էր, որ անգլերեն իմացողը ցանկացած աշխատանքի կարող էր ընդունվել։ Հիմա նրանց թիվը շատացել է, սակայն իրավիճակն է փոխվել մանավանդ արհեստական բանականության լայնորեն կիրառման պայմաններում։ Եթե դու մի քիչ վատ անգլերեն գիտես, կարող ես այդ քո վատ իմացությունը շտկել արհեստական բանականության օգնությամբ, որը քեզ կօգնի մի քիչ քո լեզուն հղկելու, ավելի լավ վիճակի բերելու հարցում։ Դրա համար հիմա այնպես չի, որ անգլերենը բան է, ինքը շատ այդպես մեծ առավելություն է։ Արհեստական բանականությունը բավական փոխում է իրավիճակը։ Մենք խոսեցինք օտար լեզվի կարևորության մասին, բայց ակնհայտ է, որ շատ ավելի կարևոր է հայոց լեզուն, որտեղ մեզ մոտ կրթությունը հայերենով է եւ այդ լեզվի վատ իմացությունը բոլոր ֆակուլտետներում կարող է խանգարել, անգամ մաթեմատիկայի ֆակուլտետում։ Եթե մարդը վատ հայերենով սովորում է ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, դա էլ է խնդիր, որտեղ անգամ բնագիտական ֆակուլտետի ուսանողը պետք է շատ լավ հայերեն իմանա։ Չի բացառվում նաև, որ դիմորդների ընտրության վրա ազդում է բովանդակային գործոնը։ Հայտագրվածները նախապատվություն են տալիս ավելի հեշտ առարկայի, ինչպիսին անգլերենն է, սակայն պետք է հիշել, որ առավել կարևոր է մայրենի լեզվի լավ իմացությունը, ինչը նպաստում է մտածողության զարգացմանը։ Նարեկ Խաչատրյան, Սյունիք լուրեր։